Հետաքրքիր է, թե ինչպես է գնահատում այս պահին սահմանազատման գործընթացը։ Դե գիտենք, տեղեկություններ կան, որ նա ինչ որ պահից դա կշարունակվի էլի Տավուշի մարզից։ Հետաքրքիր է, թե Տավուշում ինչ տրամադրություններ են, հատկապես այն համայնքներում, որոնք սահմանազատման այդ, այսպես ասած, սահմանազատված հատվածին ամենամոտն են, ինչ տրամադրություններ են, ինչ կանխատեսումներ ունեք առհասարակ process-ի մասին։ Ես այս process-ը ոչ այդքան սահմանազատում եմ համարում, որքան որ հայերն հանձնում։ Սահմանազատումը, տեսեք, մենք բազմիցս ասել ենք մեր տեսակետը, որ նա քարտեզի վրա պետքա սահմանվեն են կետերը, որոնք որ Հայաստանն ու Ադրբեջանը այդ կետերի հիման վրա հյուսիսից հարավ ունենան բոլոր կոորդինատները։ Հետո արդեն այդ ամեն ինչը պայմանավորված գետնի վրա կատարվի, այսինքն դելիմիտացիա եւ դեմարկացիա, այդ երկու սահմանազատում, սահմանագծում, դա իրար հետ պիտի զուգահեռ լինի, այսինքն առաջ այն պիտի լինի, հետո մյուսը պիտի լինի։ Հիմա ինչ ա կատարվում։ Մի հատվածային Ադրբեջանն ասում է, այս տարածքից այս կտորը այսպես կոչված իմն են, բայց իրականում իրեններ չեն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը խորհրդային միության կազմի մեջ մտել է 31000 քառակուսի կիլոմետրով, եւ այս պարագայում մենք ինչ որ մի բան պահանջելու ունենք, ոչ թե իրենք պահանջելու ունեն։ Եվ այդ տարածքները, որ ԿՊ պատգամավորները իրար կոկորտ ճղելով մեկը մյուսից առաջինելով իրար հետ չտալով ասում են, այս տարածքը ադրբեջանական, այն տարածքը ադրբեջանական է, անգամ Ադրբեջանում այդպես չէր մեռանդորեն չէին զբաղվում այդ գործով։ Հիմա ասում ենք այդ գործընթացը պիտի այս սկզբունքներով գնա։ Հիմա սրանք այս հատվածից են հանձնում, հետո Ադրբեջանն ասում է, էմի հատվածից են հանձնում ու այսպես շարունակ։ Եվ արդեն փաստացի մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ուրեմն տարածքներ է վերավել։ Ջերմուկի հատվածում, Գեղարքունիքի հատվածում, Տավուշից էլի հատվածներ կան, որոնք իրենց վերահսկողության տակ են, Սյունիքից կան, որոնք իրենց վերահսկողության տակ են։ Այսինքն ամեն ինչը մոռանան, դնենք մի կողմ, Ադրբեջանի չպահանջենք այդ տարածքները, որ հետ վերադասնի, մենք նորանոր տարածքներ հանձնենք, այդ 4 գյուղը, որ հանձնվել է Ադրբեջանի, փոխարեն ինչ են ստացել։ Ոչինչ, այնինչ եկել են իշխանությունները ահաբեկել տեղի բնակիչներին, որ չտակ մորթելու են ձեզ։ Այս է իշխանությունների պատկերացումը սահմանազատման, սահմանագծման հետ կապված։ Հիմա էլ ուզում են այդ պատը եւ փշալարը ծախեն ժողովրդի վրա։ Ալիևը իր պատվիրակությունը տանում է օկուպացված Շուշի, մեր հայրենիքի պատմամշակութային կոթողները ներկայացնելով որպես ադրբեջանական, այդ դեսպաների պատվիրակություն։ Նիկոլ Փաշինյանը տանում է Կիրանց։ Աբսուրդը կանում է դրանում։ Եվ այդ փշալարը հարգելիս ոչ անվտանգությունն է ապահովելու Հայաստանի, ոչ էլ այդ 20 մետրանոց պատը։ Գիտեք ինչի, որովհետև մի քանի օր առաջ նույն այդ սահմանամերձ մեր Տավուշի գյուղերում Ադրբեջանը ինտենսիվ կրակում էր։ Բառավաքար, Չինարի, Այգեձոր, Մովսես գյուղերում եւ այլ։ Այսինքն այդ այսպես կոչված ճակերտավոր սահմանազատված, սահմանագծված հատվածից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ, նույն Տավուշի հատվածում։ Իսկ ճշնամին ինչա տարբերակում անելու Կիրանցի հատվածում անելու թե չէ։ Կամ այդ տարածքները, որ մեր պաշտպանական մի քանի շերտ պաշտպանություն էր, եւ այսօր այդ հատվածը կազմակերպել են եւ շարունակում են կազմակերպել ականապատ տարածքներ, ստրատեգիական դիրք ունեցող, ուրեմն բարձունքներ, այդ ամբողջ ուրեմն երկայնքով Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներ է կատարում, նոր պաշտպանական գծեր է ստեղծում, երաշերտ, քարաշերտ։ Եվ սրանց որ չկոչես ուրեմն ազգակործան եւ սրանց չկոչես, որ սրանք դավաճանական ինչ գնահատական տաս։ Սրան ինչ գնահատական տաս, բայց չէ իրանք ուզում են թոս փչեն մեր ժողովրդի աչքին, ասեն այս սահմանազատված հատվածը։ Ադրբեջանը չի նայում այդ սահմանազատվածին, հարգելիս, չի նայում։ Եվ Ադրբեջանը վերադարձնելի բավականին շատ տարածքներ ունի։ Հերո չգնանք, Կիրանցի հարևան գյուղում, Բերքաբեր գյուղում, Բերքաբեր լճից այն կողմ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները միջև Փայտասար, Գվարզին լեռը միջև։ Այդ մասին ոչ ոք չի խոսում։ Չի խոսում այդ մասին։ Խոսք չկա։
Այն ժամանակ ասում էր այդ հատվածները հեսա կանցնեն մեր վերահսկողության տակ, Ադրբեջանը կտա։ Տվեց Ադրբեջանը։ Արդեն 1 տարի անցել է։ Տվել է, չէ։ Մեր հայրենակիցներից վերցրին, կադաստրի վկայականները իմ մոտ հենց հիմա դրած այդ վկայականները։ Վերցրեցին եւ նվիրաբերեցին Ադրբեջանին։ Այն մարդկանց տարածքները, հողերը, այգիները ուղղակի շաքավել կարելի էր նայել այդ մշակված տարիներով խնամված այգիները, ծաղկած այգիները ուղղակի նվիրաբերեցին Ադրբեջանին, ուղղակի նվիրաբերեցին Ադրբեջան։ Եվ այսօր անմիջապես Հայաստան-Վրաստան ճանապարհի հենց անմիջապես ճանապարհի մոտ նստած ադրբեջանցին, այդ պատը որ կա, պատի հետև ադրբեջանցին է, այդ փշալարի հետև ադրբեջանցին է, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի։ Էլ չեմ ասում այս ստրատեգիական մեր նշանակություն ունեցող, մեր համար կենսական նշանակություն ունեցող գազամուղի, ինտերնետ մալուխների եւ այլ կոմունիկացիաների մասին, որը խայտարակ վիճակում է։ Եվ հիմա սրա հետ կապված նաեւ ականազերծման աշխատանքները շարունակվում են եւ վտանգ արդեն ազատամուտի հարակից շրջանների հետ կապված եւ նաեւ Վերին ոսկեպարի հետ կապված։ Բացի դրանից է խոսում է նաեւ Բերթավան գյուղի, որ ամրոցը կար, որ օկուպացիոն ռեժիմի առաջնորդը գնացել էր այնտեղ 2 շաբաթ առաջ, այդ Բերթի որ պատմական Բերթի տարածքն է, որտեղ մտահոգիչ տեղեկություններ կան, որտեղից էլ կհանձնվեն տարածքներ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կտոր առ կտոր, շերտ առ շերտ, սենց կտրտելով, հանձնելով, նաեւ ինչու՞ չէ նաեւ մտահոգիչ է Տիգրանաշենի հետ կապված այդ հատված, այսինքն նույնն է ճիշտ է մի քիչ այս հարցի հետ կապված մի քիչ երկար ենք խոսում, բայց շատ կարևոր է սա հասկանալ։ Ալբանիայում, Տիրանայում ազգակործանը հերթական պայմանավորվածություններն է ձեռք բերել Ադրբեջանի, Թուրքիայի հետ նոր զիջումներ անելու։ Նկատի ուզում էի հարցնել պայմանավորվածությունները, թե զիջումները։ Այո, իրանց հետ պայմանավորվել է հերթական զիջումներ անելու։ Այսինքն պայմանավորվում է, որ զիջի հերթական էլի։ Դա Միսկի խմբի լուծարման, սահմանադրության փոփոխությունների, անկախության հռչակագրի, գիտեք, եւ ֆինալով ավելանում են ապա ռազմականացման, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան պահանջ են դնում նաեւ սահմանափակ քանակությամբ զինուժ ունենալու, նաեւ գիտեք, որ ակտիվ հիմա քննարկվում է նաեւ մեր զինանշանի հարցը եւ որ սարսափելի մի, այսպես ասած, հրեշավոր մի ծրագիր ադրբեջանցիների ստեղ վերաբնակեցման։ Մի քանի հազար ադրբեջանցիներ, դուք լսում եք շաբաթներ առաջ ինչ էր ասում իշխանական պատգամավորը, դեմոգրաֆիական խնդրի մասին, այդ պատահական խոսակցություն չէր։ Դեմոգրաֆիական խնդիր ունենք, ադրբեջանցիներին թուրքերին բերենք ստեղ։ Սրանք այս սրիկայական այս դավաճանախումբը մինչև վերջ, այսպես ասած, փորձում է Հայաստանի Հանրապետությունը կազմաքանդի լուծարի։ Այդ ուղղությունն են վերցրել, հիմա արդեն պարզ է դառնում, որ իր նաև քաղաքական հայր Էրդողանը այդ ամեն ինչի կուրատորը եւ այդ ամեն ինչի ուրեմն գլուխ կանգնած անձնավորությունը եւ իր ժեստիկուլյացիայով եւ իր ցուցումներ էր տալիս եւ գոհունակության նշաններ էր ցույց տալիս, այսինքն գնա Ալիևի հետ հերթական հրեշավոր պայմանավորվածություններ ունեցի եւ սա մեր համար ճակատագրական եւ կատաստրոֆիկ կարող լինել, եթե մենք ուշքի չգանք, եթե մենք դրա հետևանքները չպատկերացնենք, ինչ կարող լինի։ Պարոն Դանիելյան, այս պահին, հենց այսօր, ինչպես է գնահատում Տավուշի սահմանամերձ յուղերում սովորող երեխաների անվտանգային իրավիճակը 10 հունվար։ Տեսեք, հենց նոր ես հանդիպում եմ ունենում մեր Տավուշի երեխաների հետ, որոնք որ Աչաջուր գյուղից էին եկել էին եւ հենց իրենց հետ քննարկում եղավ եւ ինձ համար շատ ուրախալի է, որ մեր երեխաները դպրոցականները գիտակցում են այն մարտահրավերները, այն իրավիճակը, որով հայտնվել է Հայաստանը, շատ հետաքրքիր հարցեր են տալիս, շատ տեղեկացված են ամեն ինչից եւ իրենք շատ այսպես ջերմեռանդորեն ուզում են պահպանել
հայ տեսակ, ուզում են կարճել այդ հողից, ուզում են մնալ իրենց հայրենիքում, իրենց փոքր հայրենիքում, իրենց գյուղը շենացնել, իրենց տարածաշրջանը շենացնել, բայց մենք այսօր ինչ ենք թողում իրենց, ինչ ենք տալիս իրենց, ինչա կատարվում իրենց շուրջ, այդ կրակոցների այդ պատերազմով մեծացած եւ որևէ մի վարքյան չերկմտած ժողովուրդը, որը որ ժամանակին մեկ ինքնաձիգով գյուղում ընդամենը 1-2 ինքնաձիգով կարողացել են ադրբեջանական հրոսակախմբերը հետ մղել եւ իրենց արժանի պատասխանը տալ, այսօր այդ մարդկանց փորձում են մի sense բան սերմանել մեջները, որ ինչ ցեղասպանություն, ինչ հայրենիք, ինչ կրոն, ինչ արժեքներ, որևէ մի բան կեր, խմի քեֆ արա, հիմա տեսնում եք դպրոցներում, որտեղ հաց ընդեղ կա, դպրոցներում նարկոտիկներ, տեսնում եք ինչա կատարվում, էլի։ Եվ այս ամեն ինչը չի կարող, այսինքն մեր հասարակությանը չմտահոգել եւ ասել, որ մեր երեխաները, մեր հայրենակիցները ինչ որ չեմ ուզում էլի մտածել, որ ինչ որ վախենում են այդ խնդիրներից բանից, բայց մի կարևոր խնդիր կա ձեր ասացի վերաբերյալ, մի կարևոր խնդիր կա։ Մենք պետք է հաղթողի հոգեբանություն ներդնենք մեր երեխաների մեջ։ Այս պարագայում մենք կամ պիտի մուրճ լնես կամ զնդան, կամ դու պայքարում ես քո իրավունքների համար, այս տարածաշրջանում քո տեղ ունենալու համար, կամ խեղճացած, նվաստացած, անդադ զիջումներ ես անում եւ վերանում ես որպես ազգ, որպես պետություն։ Եվ ես հենց այդ է ասել մեր երեխաներին, որ պետքա պայքարենք, պետքա կառչենք ամուր մեր հողից, պետքա չհրաժարվենք մեր ազգային իղձերից ու նպատակներից, մեր հող ու ջրից, դի շենացնենք եւ մեր ստեղծենք ազգային պետություն։ Այդ է մեր տեսլական ազգային պետություն ստեղծմանը այլընտրանք չկա։ Եթե մենք ուզում ենք լինենք այս քարտեզի վրա, ուրեմն պետք է դա անենք։ Եվ ճիշտ է, այսօր իշխանությունը քայլեր է ձեռնարկում, որտեղ որ մեր անվտանգությունը էլ ավելի վատթար իրավիճակում է, բայց ես կարծում եմ, որ հնարավոր է շտկել այդ բանը։ Հնարավոր է, եթե կարողանանք շուտ հեռացնել այս իշխանություններին, կարանք մենք այդ անվտանգությունն էլ ապահովենք, դաշնակիցների հետ նորմալ հարաբերություններ ունենալ աշխարհում կամ պետություններ, երկրներ, որոնք որ կարող են իրենց շահերը մեր շահերի հետ համադրմամբ կարողանանք մենք մեր այս տարածաշրջանում անվտանգություն մեր ապահովել։